Այս ելի, ոյ, հետևորդներ ջան, գլուշնիկի գործը սկսվեց, բացի ու բացի, փագի, օպա, ով ջան, գիտեմ իմ հետ կարոտել եք իմ տանը, են մյուսն է բեր, տղեզ վեշերն աբերյամ, ես վերցնեմ, Սիրելիներ ջան, ասում եք, այս լավ բանալավ հարևան ունենալս և հետևորդներ ջան, ծաղիկներս բերել, դրել ատուն, մտածելով, որ ցուրտը կտանի, բեր ասեք, ջուրը տեղը, ամեն ինչը տեղը, ոնց բագով չլնեմ, Այս տեսակ մարդուց ասեք, ոչ չսիրեմ ու գնահատեմ, այս ծևի լավ հարևանին, տեր ջան, ոտ, էտ էլ է բախտավորություն, լավ հարևան ունենալը, սիրելի հետևորդներ ջան, դա մեծ բախտավորություն է, լուսամուտը ուզում եմ բացեմ, մի հատ օթափոխենք, օպա, այսենց, մի կես ամավել, պարտադիր բացելա պետք, օխ ջան, տեր ջան, շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ, այդքան շատ խնավի հոտ, բայց չկատան, էլի լավ, մի հատ օթափոխվի, Շունիկի հաչաթը սկսվեց, իմ տղուն չէի կարեմ համոզեմ, որ մենք տանը ունենք ձմեր պապով բաժակ, Ալեքսանդր, տենը մեզ, որ ասմեի ունենք մենք ձմեր պապով բաժակ, Համոված խնձոր։ Հա, մեր հայաթի խնձորն է, բա այդենց համոված։ Ես էլ բացել ինքս։ Լավ ես օրը, կյանքս։ Շատ լավն է, չէ։ Ծաղիկներս շատ են, ու գլխի չեմ նստեմ անի։ Ես այս դար ծաղիկը։ Սաղ նորմալ, հավտի աճա, շատ լավ։ Ջան, շատ լավ կատեցի մեր։ Դեկտեմբերիկս ծաղկած չի, կոկոմել դար չունի, ես սիլվայս նվիրացնա, Այլ պես մերը բանան դու են տես։ Կուրտ կետ հանվիր սիրում ես։ Պես աղուշկա, լավ, ես նույնց կտեմ։ Կամի կկցում ես նախտանան։ Հա, այդ տոպլյակին եմ։ Հանեմ ու ես էր բանան եմ, հայախոսս հանեմ։ ասանգա։ Այստեղ սիրելիներս, ես ձեզ ասում եմ բարի լույս, սիրելիներս, բարի կեսօրնանց հարազատներս, կարոտել էիք, չէ, գիտեմ, այդ առիթով, ինչ ենք անում, այս ենք համով հյուրասիրություն եմ անում, տուն եմ եկել, փուլ գնացել, այսենց համով գաթա եմ բերել, հլը մի հատ, տեսք, պույրը, բա տրամադրությունը, սաղ ընտիրա, սաղ լավ, շատ ուրախ եմ, բավոս չասեմ պատկեստեր աստված ճանով է, ես ինչ բանա մարդել իրատանը եսքան կարոտի են էլ նույն երկրում, էտ էլա չէ հետաքրքիր բան սիրելի հետևորդներ, ասաց իմ ընկերուհուն քաղցր տանջանք, հա, որ տանջվում եմ էլի, ես չեմ ուզում շատ խորանամ, որ խորանամ գժվելու բանա, ինչև է,
Եկեք, պահ, այս ինչ է, արևմուտք, արևելք, այս պահին կարոտել եմ, վայ ենքան էի կարոտել ես պահին, ենքան շատ, խոսքերս ու բարերս չի հետքում սիրելի հետևորդներս, ուրեմն եկել եմ, առաջի գործողությունը որ արել եմ, դուր լուսամուտ բացել եմ, հարցավուտ տոնեմ անշյունի, ու ունը օթափոխել ենք, դուրս, ինչ ես անում, Բայր օքսիդեցնեմ, հիմա մի հատ կոֆե գնենք, ինչ ենք անելու իմ տպավորությունների մասին եմ կիսվելու ձեր հետ, ինչի մասին, որ ինձ թվում է բոլորիդ էլ հետաքրքիր է, սիրելի հետևորդներ ջան, նախ ասեմ, որ շատ, չափից շատ հոգաչափ ձևով շնորհակալ եմ ես ձեզանից, ձեր այդքան լավ բաների, ձեր մասնակցության, եկեք չմոռանամ, որ ես ձեր շնորհիվ հայտնվեցի Տաշիր արենայում, եթե ես մենակս գնեի, ես մենակս իմ տանս մեջ կգնեի, պարզ է այդքանը, շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր անհանգստությունների, ձեր մեկնաբանությունների, ձեր քվեարկելու, ամեն լավ բաների համար էր, սիրելի հետևորդներ ջան, ի սրտե ուզում եմ, որ այսպես ասած, ոնց ասեմ, խոսամ, կիսվեմ, տպավորվեմ իմ բոլոր գործերով, իմ բոլոր զգացողություններով, ինչը որ ես, այսպես ասած, ապրել եմ ու մինչ գնալու ընթացքում, մինչ գնալը սիրելի հետևորդներս, երբ որ ես իմացա, որ մասնակցություն եմ ունենալու մոնք 3 յութուբյան հարթակետ փառատոնին, շատ ուրախացա, ինչպես որ իմ նման շատ բլոգերներ, որովհետև քանի տարի Հայաստանում գործում է յութուբը, բայց կոպիտ ասած, մեզ հաշվի առնող չունեինք, նայում ենք Instagram, նայում ենք TikTok, ընդեղ հավեսով, շուտ, իրար սենց սպայկը արած իվենտներ են անում, նկատվում են մարդիկ, իսկ ստեղ յութուբյան հարթակում ցավոք սրտի չկար տենց բան, դրա համար իմ խորին շնորհակալությունը կրկին անգամ համ ձեզ, համ մոն 3-ին, դա իմ համար մեծ զգացողություն էր, բայց փաստի լրջության մասին ես տեղում հասկացա, սիրելի հետևորդներ ջան, որովհետև հավաքվել էին շատ, ոնց ասեմ, հայտնի հանրաճանաչ մարդիկ, ես փորձեցի նկարահանեմ լավագույն ալիք, լավագույն մեդիա ալիք, բոլոր այդ տիտղոսները, լավագույն մանկական ալիք, լավագույն են, բոլորը նկարահանեցի, բայց կասկածում էի, եթե ես իմ նկարահանածները թեկուզ և առանց երաժշտության դնեի յութուբ հարթակ, արդյոք կանոններին դեմ կլներ, թե կողմ, պարզվեց, որ կողմ չեղավ, դեմ եղավ, ընդեղ նյուանսներ կար, բաց մեզ, մի խոսքով, դա աշխատանքային պահերա շատ չմանրանամ, ես այդ միջոցառումը շատ գեղեցիկ ձևով իր այդ որակական հատկանիշներով փորձեցի ներկայացնեմ և շահողի տրամադրությունը և այն որ Տաշիր արենայով մեկ հնչում լավագույն, օրինակ խոհանոցային ալիք, Անայդ Cooking Channel, Արուս Հոխիկյան, մի խոսքով դա մի ուրիշ զգացողություն է, երբ որ դու նստած ես մեծ բեմում ու հնչում է պլյուս դրան քո էջի լոգոն հայտնվում է Տաշիր արենայում, ինչի համար, որ չգիտեմ, ես մանկան պես ուրախ էի ու իմ ուրախությունը չեմ էլ
թաքցրել ձեզանից, չեմ էլ սենց ինձ վեհանց պահել, չէ, ես եթե ուրախ եմ, գիտեք, եթե տխուր եմ, ուրեմն Աստված ջանի տխուր եմ։ Բայց ընդեղ եղել է եւ հյուրասիրության պահեր, եւ ֆուրշետի պահեր, ես դրանք չեմ նկարել, ամեն միջոցառում էլ թափելու էի կոֆես լավ հասավ։ Ամեն միջոցառմանն էլ հավուր պատշաճի եւ ֆուրշետն են անում եւ են շատ մի քիչ տարօրինակ ձևով ասեմ, միգուցե մի քիչ sense լավ չհնչի։ Ինձ այդ ուտուշ-խմուշի պահը հետաքրքիր չէր։ Ինձ պահը հետաքրքրեց հենց այն պահից, սիրելի հետևորդներս սուտ, դրա համար ես չնկարահանեցի։ Դա առօրյամ շատ կարալնի էլի, բայց այն պահերը, որ ես վերապրեցի, օրինակ, երբ որ գնացել էի Ռասիա մոլ սուրճ խմելու, թարմանալու մի հատ հավեսով, ու արդեն այդ արանքով գալիս ես գնում դեպի Տաշիր Արենա, ես հնարավորինս փորձել եմ, էլի սիրելի հետևորդներս, ձեր հետ կիսվել։ Այդտեղ ես իմ համար Ալեքսիս հետ խոսալով, Ալեքսն ասում է, մամա, գնանք ինչ անենք, բան ասում եմ, Ալեքս ջան, գնանք, էլի, բա հետաքրքիր չի։ Մամա ջան, ես ցիրկը նայել եմ, մրցանակաբաշխությունը չեմ ուզում, այս կոմ, չէ, Ալեքս ջան, արի գնանք։ Որտեղ նստեմ, կարող աստեղ նստեմ, այլ տուն չմտնեմ։ Լավա չէ, տուն չմտնեմ։ Ինչևէ, մենք մեր համար մեր ու տղա խոսքսալով գնում ենք, մեկ էլ հետևիցս իմ հարուստ խոհանոցը, Ռուզաննան, մեկ էլ սենց համ, Անահիտ, ասում եմ, վայ ջան, հենց այդ պահից սկսվեց իմ շփման, ոնց ասեմ, շփման պահը, սենց ասենք, որ գեղեցիկ հնչի, ասեցինք, խոսեցինք, Արուսի հետ դե շատ շուտ բանից եմ շփվում, հեռախոսով երկար բարակ շատ զրույցներ ենք ունենում, ընդեղ ծանոթացա Լուսինեի հետ, Շամշադինի համի հետ, ում շատ սիրում եմ, չափից շատ, յուրահատուկ մարդ, ոնց ասեմ, մեծատառով մարդ, չգիտեմ, շատ եմ սիրում ես իրան, մի այլ կարգի, ընդեղ ծանոթացանք էլի մեր բլոգերներից Արուսին ծանոթ էի, Խաչիկին ծանոթ էի, շփվել էինք, Լուսինեն, Լիլիթը, Ռուզաննան, էլով էր, մամա ջան, այնքան ոգևորված եմ, կարամ և մոռանամ 1000 ներողությունում մոռացել եմ, մի հատ տարիքով կիներ եմ, մոռացա այդ կնոջ անունը, իրանց հետ հավեսով շփվեցինք, Արուսի մամայի հետ ծանոթացա ուրիշ շատ լավ մարդկանց հետ, ովքեր չուզեցան կադրում Երևան, սիրելի հետևորդներ, մի ուրիշ բանա գնաց նստես կրկես նայես այդ նույն բեմում, նույն դահլիճում, մի ուրիշ բանա, որ գնաս, ես Աստված վկա, Աստծու առաջ ու ձեր առաջ եմ ասում, ես հաղթանակի հետևից չեմ գնացել, ես անգամ քվեարկության երկրորդ օրից եմ սենց բարձրաձայնել, որ էդ էլ չէի ուզում, եթե ես բացեմ իմ անձնական նամակների շարանը, թե քանի հոգի Անահիտ, ինչի չես ասում, գոնե ջմդ գրի, գոնե сообществաբաժնում գրի, մի խոսքով ինձ սկրինշոտ են անում, ասում են, տես բոլորը գրել են, դու էլ գրի, ես չէի ուզում, որովհետև ես գիտակցում էի, որ ում հետ եմ էլի, ես կոպիտ ասած մրցման մեջ, ես հաղթանակի հետևից չէի գնում, ես գնում ես ելի հետևորդներ ջան, ծանոթության, շփման, գնում էի հաճելի րոպեներ ապրելու ու այդ ամեն ինչի մի պատառիկն ինձ զգալու համար էի գնում, սիրելի հետևորդները, մի տարածքում կար Ավետը Բարսեղյան, Հերմինե Ստեփանյանի հետ մասնակցել ենք մենք Դոլմամա ռեստորանում, բոլորս գիտենք Հերմինեի, գինու փառատոնի ժամանակ եմ ծանոթացել Հերմինե Ստեփանյանի հետ, սիրելի հետևորդներս, ու բոլորս գիտենք թե Հերմինե Ստեփանյանին, թե իր ավարած ալիքը, մի խոսքով
այդտեղ կար Նազենի Հովանեսյան, Ռուբեն Եսայան, Ալեքսը գտավ իր սերիալի հերոսներին, հազար ներողություն, ես չգիտեմ, չեմ ճանաչում իրանց, մամա, այն Սամսոնիչն է, այն Մաշն է, այն չգիտեմ թե ով է, իմ կողքին նույն հարթակում ոնց բացատրեմ, կային մարդիկ, ասեց հաղթանակ շահողից մեկը նա էր, ով աշխատել էր 15 տարի, չգիտեմ ուղիղ հեռարձակումը նայել եք, չեք նայել, կար ուղիղ հեռարձակում, ասма այս տարի որոշել էի, մամային ասեցի, վсё, հունվարից էջս փակում եմ, այդ աղջիկն էլ մրցանակ ստացավ նույն ինքը Հերմինե Ստեփանյանը, Նազենի Հովանեսյանը, շատ տպավորված եմ, շատ չափից շատ խոհանոցային էջից Իրան, բլոգեր, Արուսը Տիգրանյան, սիրելի հետևորդներ, չգիտեմ, մարզային ալիք որպես ներկայացված Գոհարը ֆիլմ Գոհարի չգիտեմ, ես սիրում եմ իրանց, այնպես չէ, որ ասես, վայ, սա չհաղթի, նա չհաղթի, շատ մեկ եղան գրառումներ, օրինակ Քունչին էին կանչել, պատկերացրեք, որ կանչել էին, մի քիչ ծանր եք տանում, տարեք, ջուր խմեք, թեթևացեք, մի հատ խորը շնչեք, արտաշնչեք, բարիությունով լցվեք, սիրելի հետևորդներ ջան, սիրելի բարեկամներ ջան, իմ հետևորդները ինձ տենց բաների իհարկե չեն գրում, իմ չուզողներն են գրում, բայց թե ինչ մարդ որ չուզողը չունենա։ Դրանից հետո շատ ինստագրամյան հարթակից շատ մարդիկ կային, Արուսի հետ նստած, որ խոսում ենք, Արուսն ասում է, ես են նայա, ասում եմ Արուս, ես ինստագրամից շատ քչերին եմ ճանաչում, ու ովքեր էլ որ շահեցին այդ մրցանակը, սիրելի հետևորդներ ջան, ոնց ասեմ, արժանի էին, որ շահել են, ես ուրախ եմ, որ շահել են, ուրախ եմ զուտ նրա համար, որ գիտեք, ընդունված է մի տեսակ, երբ որ մարդը նույն ինքը բլոգեր է, մեր բլոգերների մասին ասեմ, հա, երբ որ մարդը հեռախոսը ձեռը վերցրած ուզում է նկարահանի ինչ-որ մի բան, չգիտես ինչի պիտակավորում են, համարում են ավել պարապ մարդ, հեռախոսը ձեռը մանգափողոցները, երբ որ մարդը հեռախոսը ձեռը վերցնի, նկարահանի մի բաղադրատոմս, կասի, հա ինչա ես ճաշեպել չգիտեմ, իհարկե բոլորս գիտենք, բոլորս տնարարներ ենք, բոլորս մեր տան, ինչի են ասում կինը տան ներսի պատնա, տղամարդը տան դրսի պատնա, այնպես չի փառք Աստծո, այսօր որ դարում ենք ապրում, մենք հայերս միշտ այդ շնորհալիներ ենք եղել, բոլորս էփել, թխել, կարել, կարկատել, լվանալ, մաքրել, բոլորս գիտենք, բայց ընդհանրապես սա էլ մեր աշխատանքի միջոցն է, ես իմ չափով եմ, ոնց ասեմ, ներկայանում Արուսն իր չափով, երբ որ հնչում է լավագույն խոհանոցային ալիք, ես հեռախոսը ձեռս պահում եմ սենց Արուսի դեմքին, ու ինքը սենց նայում է, Աստված վկա իմ իսկան ակնկալիք չունեի, իմ համար չի հետաքրքրում, թե ով ինչ ձևով կմեկնաբանի, ով ոնց բան կանի, ես ոնց կամ հենց այդ տեսակով պարզ ու շիտակ սովորական, ոչ սրա հետևից եմ վազել, ոչ նրա հետևից եմ վազել, ես իմ համար իմ գլուխը կախ, իմ մեյլի եկած նամակին պատասխանել եմ, դրանից հետո պաշտոնապես հրավերը ստացել, իրանց սկանարել, ուղարկել, մի խոսքով այդ մասին ասել եմ չմանրանամ, ու երբ որ գնացինք իմ համար շատ հաճելի էր նստել, Արուսի հետ զրուցել, Արուսն առաջի հայացքից սենց նայում ենք իրար, ասում եմ, վայ, վերջապես հանդիպեցինք, գրկախառնվեցինք, մեկ էլ առաջի նախադասությունը, որ Արուսը հանել է իր բերանից, ինձ ասում է, վայ, Անա, այդ մի բան ասեմ, չնեղանաս, ասում եմ, չեմ, այդ նկարահանած կա, ուղղակի գերգերաշտության տակա իմաստ չկա դնելը, ասում եմ, չէ, ինչում նա ինչ-որ բան է եղել, ասում եմ, այդ էկրանի մեջ համ բոյով է սերևում շատ, համ խոշոր ծոծյա, սենց իր ասած բառերն եմ ասում,
ասում եմ, թե բա այդ եմ էլի, չէ, անա այդ ասում է էկրանում լրիվ ուրիշ ես, ուստեղ հիշում եմ իմ հետևորդուհիներից շատերի խոսքը Մարինայից, Գեղանուշից, Անիի, Անուշի, Վարսիկի, Կարինեի, չգիտեմ, ովքեր ինձ հեռվից հեռու տեսել են, հետո մոտիկացել, լրիվ ոնց որ ռուսը սենց մի բառ ունի, ասում է «Я աշարաշենա», իսկականից այդ տպավորությունով ու սիրելի հետևորդներ, ես իմ նկարահանումներն անելու ժամանակ ֆիլտր, միշտ ասել եմ, ոչ մի տենց բան չեմ դնում, կադրը չեմ պուճուրացնում, դեռ ընդհակառակ մեծացնում եմ։ Դրա համար մեկ-մեկ մարդկանց մտքին տարբեր ձևի թռիչքներ ա գալիս, բայց թե ես իմ գործն եմ անում, սուսուփուս եմ անում, փորձում եմ ինչքանով ոնց, որ կարողանամ իմ գլուխը կախ, իմ օրվա գումարը աշխատեմ, այսպես ասեմ, ու փառք Աստծուն ստացվում է, չեմ նեղվում, այն որ Աստված ասում է եղածից գոհացի մի ասա չունես, որ իմանաս չունենալը ինչա, որ չիմանաս չունենալը ինչա, այդքան մի բան։ Հիմա, չգիտեմ, շատ 12-ը անց եմ ես հասել տուն, ոնց բացատրեմ, այնքան տպավորված էի, այնքան հետաքրքիր էր, նորից եմ ասում, մեզ ընդեղ աղջիկներ են եկել են ասում են, ընդեղ հյուրասիրություն կա, գնանք, օգտվենք սենց, պատկերացրեք մեզ ոչ մեկից դա պետք չեկավ, որովհետև այդ հյուրասիրությունը սաղից տները մեր կա, այդ ֆուրշետ սեղան նկարահանելն ինձ չհետաքրքրեց այդ պահին, որովհետև մենք այդ պահին զրուցում էինք աղջիկներով, հետո ծանոթանում էլի ուրիշ մարդկանց հետ, տրամադրությունը լավն էր, ոգեշնչվող էր, ամենուրեք դրական աուրա էր, չգիտեմ, իմ համար այն պահներ ես չգիտեի, որ անգամ ամենաառաջինը պետքա լավագույն վլոգերը հնչեր ու դե ըստ անվանակարգի են, չի անում նես չի, որ ես այնքան լավն եմ, ինձ ամենաառաջինը չէ, եկեք ամեն ինչին ռեալ, միշտ ուժեղ մարդը պետքա իմանա, որ դիմացին է, կարա իրան գերագնահատի, դրա համար ես միշտ ընտրում եմ ոսկե միջինը, ընդեղ մրցանակաբաշխությունը վարում էին երկու շքեղ հաղորդավարուհիներ, մի խոսքով հետո խոսեց անձամբ տնօրենը, հետո արդեն երբ որ հերթը հասավ բուն գործին, առաջինը շատ զարմացա քվեարկելու ժամանակ խոհանոցային ալիքներ, մի տեսակ ոնց որ սաղս խոհանոցին էինք սպասում առաջինը, ու մեկ էլ ասма լավագույն բլոգեր, ես մինչև սենց ուշքի եմ գալիս, հեռախոսս պահում այդ էկրանին, դե ուզում էի կտոր, նկարահանեի, կցեի, կծմցեի, գնայի ընկերներիս հասնեի, բաննա, մեկ էլ ասма Անայդ Ալեքս, Աստված վկա, ես այսպես քարացած նստել եմ, սենց լսում եմ, մեկ է սենց մի հատ խորը հոգոց եմ հանում, ու ինչ եմ ասում եմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, որ ինձ ես ամեն ինչի մասնակիցը, մի պատառիկը, մի ծպուր պատառիկը դարձրիր, ինչի համար հոգաչափ շնորհակալ եմ համ ձեզանից, ես որ ձեր վրա հույս չունենայի, երբեք այդ գործողությանը չէի մասնակցի, ես չէի գնացել զուտ սենց հաղթանակ բերելու, որովհետև երբ որ քվեարկելու ժամանակ տեսնում էի իմ կողքի մարդկանց, ես ռեալիստ մարդ եմ, բազմիցս անգամ նկատած կլինեք, նայում էի իրանց տարիների փորձը, իրանց տված ֆորմատը, իրանց տարբեր ուղղություններ ունեցող, այսպես ասած, մարդիկ անգամ եկել էին ամենքն իրանց օպերատորով, իսկ ես սովորական Անահիտս վերցրել էի իմ շտատիվը, որ դեռ չեմ էլ հասցրել տեղավորեմ ու գնացել էի, ես փառք Աստծու չունեմ, ոչ թե փառք Աստծու, ես գիտեք, որ չունեմ ոչ անձնական օպերատոր, ոչ, ոնց ասեմ էլի, դեռ այդքան տենց
չեմ խորացել այդ գործերի մեջ, որովհետև ես ունեմ ավելի լուրջ խնդիրներ, ավելի դեպի ուրիշ կողմ ձգող խնդիրներ, որոնց հետ փորձում եմ համատեղել այս աշխատանքը, փորձում եմ այս ձևով գումար աշխատեմ, քանի որ on-line հարթակում ամեն աշխատանք էլ իր գումարն ունի, ոչ մեկս դա չենք թաքցնում, ու այդ գումարով հոգալ իմ երեխու, իմ ընտանիքի ծախսերը, իմ լումաններ դնեմ իմ ընտանեկան բյուջեում, փառքաստում, չեմ բողոքում, չեմ դժգոհում, մինչ on-line հարթակում աշխատելը ինձ ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, որ ես ապրել եմ հայավարի, տնավարի, ոնց ասեմ, առանց պարտք ու պահանջների, առանց ես իմ ինչ բաների, առանց միջին խավում ենք ապրել, ես դրանից գոհ եմ, ես ամենաներին երբեք չեմ ձգտում, որովհետև ես իմ տեղը լավ գիտակցում եմ ու սիրում եմ բավարարվել այնքանով, ինչքանով որ այդ պահին Աստված ինձ տալիս է, բաշխում է։ Այնպես որ սիրելի հետևորդներ ջան, իմ համար շատ այն էմոցիաները են, որ Ավետ Բարսեղյանը իր ակտիվ էներգիայով այն Ազելի Հովհաննիսյանի մրցանակը վերցնում էր Սոֆի Մխեյանը, իրանց այդ ներկայությունը, իրանց այդ աժոտաժ ստեղծելը, իրանց այդքան մարդուն սենց թափահարելն ու ծափահարություններ պահանջելը Ավետի մոտ իդեպ դա շատ լավ ստացվեց, իմ համար դա էր գերագույն հաճույքը, իմ համար նա էր նաև այն գերագույն հաճույքը, որ հենց դուք ինձ պարտադրեցիք, ստիպեցիք, իմ համար անհանգստացաք, իմ չէ, մեր, չգիտեմ, իմ տարիների այսքան դե խոհանոցում տարի ու կես ձեռքերով, այդքան էլ թողել եմ բարձի թողի վիճակը մի մեջը, ինչ պատճառներով, վերջը չմանրանամ չեմ ուզում, բայց փառքաստու այսօր հասել եմ նրան, ունեմ են ինչ ունեմ, ես ինձ մարդ եմ զգում, ես ինձ լավ եմ զգում, ես ինձ այդքան հայտնի մարդկանց մեջ մի մասնիկն ու պատառիկ զգացի, կոպիտ ասած իմացա ինչ է նշանակում մրցանակաբաշխությանը մասնակցել, քո տեղը ունենալ, երբ որ մենք կրկես գնացինք, երբեք երկրորդ շարքում չնստեցինք, որովհետև դրանց համ գնայինն է շատ բարձր, համ էլ չմանրանամ, իսկ այս դեպքում մենք ունեինք անգամ մեր տեղերը, մենք սպասված էինք, այսպես ասեմ, ընդեղ աշխատակցուհին և հյուրերի համար դե նամակում գրում ես չէ, ով է քեզ ուղեկցելու, ինձ ուղեկցելու էին 3 հոգի, չեմ ուզում անունները տամ, բայց վերջը չեղավ, չստացվեց, որովհետև էլի չմանրանամ, ուղղակի չստացվեց, բայց մինչև վերջի պահը հեռախոսով իմ հետ էին, SMS-ներով իմ հետ էին, որովհետև կյանքում չնախատեսված բաներ, նամանավանդված բաներ շատ առնում, սիրելի հետևորդներ ջան, իսկ ինչը վերաբերվեր, որ մամաս կար, մաման նկատում եք, որ այսուհետ էլ իրար հետ չենք գնում դեպի Երևան ժամանցի, մեր ժամանցի վայրը փոխել ենք դեպի Վանաձոր, զուտ նրա խաթեր, որ իրան դժվար առնում երկար ճանապարհ գնալը, մենակ մեր խնդիրը էդ է, թե չէ իմ մերս համ սրտումս տեղ ունի, համ գլխումս, համ հոգումս, համ ամեն տեղ ու իհարկե այդ պատվավոր պահին ես շատ կուզեի իմ մերս իմ կողքս լներ, բայց իմ համար մորս առողջությունը ավելի թանկ է ու ավելի գնահատելի, քան թե գար այդ ճխորից իրա ճնշումը, իրա մյուս խնդիրները չեմ ուզում բարձրաձայնեմ, ինքը չի սիրում,
Այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, այդքան բան, այնպես որ չգիտեմ, հենց հիշում եմ այդ պահը, սիրտս մի ձևի սենց ներսից ընքան արագ աշխատում, այնքան եմ, որ սենց թփ, այդ տենց ալնեմ, չեմ կարա այդ պահերը զբաղվեմ, սենց է, միամիտ սենց նստած, մեկ էլ ասմա լավագույն բլոգեր, այդտեղ արդեն դե մի քիչ սենց շոուլի ես գալիս, ու հենց առաջինը Անահիտ Ալեքս, սենց նայում եմ նկարիս, մի հատ խոր արտաշնչում Ալեքսիս հետ նկարիս, ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ։ Այդքանը, սիրելի հետևորդներ, այս իմ տպավորությունները մրցանակաբաշխությունից, ի տարբերություն այն մյուսի, այն որ էլի ինձ հուշել էիք, որ մենք առաջի տեղն ենք, ընդեյս դեռ ձենձու ոչ մի բան չկա, միգուցե կլինեն, միգուցե չեն լինի, ես դա կոպիտ ասած չեմ սենց վստահասի կամ կլինի կամ չի լինի, իրանք կիմանային, բայց թեկուզ ֆիկտիվնի եմ, որ առաջ տեղում ես ելնում, հաճելի այլի այդ մի պահը, ընդամենը այդ մի պահը, ահան էլի, SMS-ի հետևից եմ ստանում, դու արդեն քո մրցանակը շահել ես, որ մասնակցել ես, այո, ես իմ մրցանակը շահել եմ ու պատիվ եմ ունեցել մի տարածքում, մի հարթակում, ոչ թե տարածքում, մի հարթակում հայտնվել մեր շատ պատվավոր ու հայտնի մարդկանց կողքին, ինչպիսին իմ շատ սիրելի Նազենի Հովհաննիսյաններ, Հերմինե Ստեփանյանը, չգիտեմ, ու տենց լիքը մարդիկ չեմ ուզում մեկին ասեմ, մյուսին չասեմ, խտրականություն լինի, ես այդ աժոտաժ գցելը չեմ սիրում, ինձ թվում է հասկացած կրնեք։ Այդքան բան, սիրելի հետևորդներս, դրա համար նորից եմ ասում, այդ ֆուրշետա, այդ բաները, այդտեղը չէր էլի դնես, պարզա, որ այդ մրցանակաբաշխությունն անում են ոնց կարելի է սիրում գեղեցիկ ու կոկիկ յուրահատուկ ձևով, այդքան է չմատուցվի մրցանակաբաշխությունից, յուրահատուկ էֆեկտ ստացա կարմիր գորգի վրայով քայլելուց, իմ ընկերների հետ, իմ գոլեգաների հետ, հավեսով, բաց ճակատով, առանց ավելորդ համբասանքների, չէ, կան էջեր չէ, որ թույլ են տալիս իրանց բարձրացնեն, այն մյուսներին գցեն, բայց փառք Աստծու, այդ մեր հավաքված մարդիկ այդպիսին չէին, սիրուն, մեր հավեսով, այն որ քո վրա վստահ, սիրուն, նստեցինք, ասեցինք, խոսացինք, մի բան աշփվես, օրինակ Արուսի հետ, մի ուրիշ բան է, երբ մարդը իր ընտանիքի անդամներին երեխեքից հետ ներկայացնի, մի ուրիշ բան է, նայես իմ հարուստ խոհանոցը Ռուզաննային, բայց կենթանի տեսնես, շփվես ու իր զարմուհու հետ ներկայացնի, մի ուրիշ բան է Լիլիթը, Լուսինեն, դրանք ուրիշ, ու գիտես որ կոնկրետ իրանք քեզ ոնց ասեմ էլի, լավ մարդիկ են, կարևորը համբասանքը չսիրող ու չթույլատրող մարդիկ են, սիրելի հետևորդներ ջան, ու ես սիրում եմ ընդհանրապես շփվեմ այն մարդկանց հետ, ով դիմացինին փոսի չի գցում, որ ինքը բարձրանա, քանի որ մեկ էլ տեսար բարձրից, որ շատ ես բարձրանում, շուրներդ մի քիչ շատ է ադնում, աշխատում եմ ոչ մեկին ոչ փոսը գցեմ, ոչ էլ բարձրանալու իջնելու մասին մտածեմ, ընդամենը կյանք է էլի, ապրենք, շփվենք, կարող ենք լավ բան անենք, չէ վատի հետ ինչ գործ ունենք, բամբասանքի հետ առավել ևս, ու այդպիսի բաներ, այ Instagram-ից լավ գիտեմ իմ համակարգացի Աննային, ինքը չկար, երևի թե ԱՄՆ-ում է, որովհետև իրանք